Այսինքն այն բանջարեղեն է եւ միրգը, որ կա խանութներում այսօր, որևէ կերպ չի ստուգվում, այնտեղ կան թունաքիմիկատների քանակը որքան է, Երբևէ լսել եք, որ ինչ որ պետական մարմնից, ինչ որ մեկի այգու, դաշտի, պտուղ, բանջարեղեն կամ գյուղ մթել, տարել են լաբորատոր անալիզներ են արել եւ լաբորատոր փորձաքննության հետևանքով կասեցրել են, ասել են դու քո ամբողջ վերքը չպետք է վաճառես, իրավունք չունես, որովհետև չի համապատասխանում այդ նորմերին մեջ, ենթադրենք ծանր մետաղների առկայությունը բարձր է, սա ազոտի քանակը բարձր է, սա սրես, սա նենց է, սա նենց է։ Երբևէ լսած կաք։ Դե ու այդ ամեն ինչը մտնում է շուկա։ Ու այսօր հայ սպառողը սնվում է բացառապես տվյալ ֆերմերի բարեխղճության կմահաճույքի հաշվին, նա բարեխիղճ եղավ, բախտդ կբերի, որակյալ կուտես, բարեխիղճ եղավ, քո բախտը չի բերի, ինչ-որ պեստիցիդներով, ենթադրենք, չակերտավոր բուժած, թունաքիմիկատները տարբեր պարտանյութերով չարաշահած, դու պտուղ բանջարեղեն ես օգտագործում, դու չգիտես այդ մասին, ու չես էլ իմանալու։ Իսկ ֆերմերն ու գյուղացին բավականաչափ իրազեկված են, որքան պետք է այդ ամենը օգտագործել։ Իրազեկված չեն, հենց դրա համար մեխանիզմներ ու գործիքակազմը պետք որ այդ խնդիրները կարողանաս դու ճիշտ լուծել պետական մակարդակով։ Ֆերմերները այսօր տեսեք agrarային բրոժուրներ չկան, որ բաժանվել իրենց չափերով համալսարանում, տեսեք 850 տեղից անցած տարի դիմել էին ընդամենը 100-150 հոգի։ Դուք պատկերացնում եք, մենք մասնագետների պակաս ունենք շատ մեծ, ու այդ պակասը գնալով ավելի է ընդգծվում, ավելի է մեծանում,